մեզ անցած ասում են տարածաշրջանից դուրս չգաք, մենք տարածաշրջանում խորթ ենք, տարածաշրջան ռեկոնսկինտա, ինչի ասեցի, կոնկիստատորներին հիշեցի, ներխուժել են օտարները մեր տարածաշրջան, օտար մշակույթ, օտարությունն է ներխուժել այստեղ, այնպես որ մենք մնացել ենք, հավատարմությունը ժառանգությանը ինչի մասն է, մենք մնացել ենք, մենք և հրեաները, դա է հետաքրքիր, բա ինչի զուգահեռներ տարա, մենք և հրեական Իսրայել պետությունը և Հայաստանի Հանրապետությունը մնացել են հավատարիմ, դրսից եկել են այլ արժեքներ, այլ ծրագրեր են եկել, հիմա փոխշահավետության խնդիրը կա։ Ներողություն, այստեղ փակագծում այդ 5-ին նշեք, էլի, որպեսզի առարկայական մենք տեսնենք դա ոնց որ։ Մեր հարևանները, նվաճող հարևանները եւ այլ կուլտուրա բերող հարևաններ, օրինակ բերեմ, որպեսզի մեր կապարանոց չլինի իմ խոսքը, 1600 տարի առաջ Հայաստանի արքան հայկական պետության Արշակ II թագավորը հրամանագիր ստորագրեց, շատ հետաքրքիր է, աշտի շատ։ Քույրերի եւ եղբայրների մեջ ամուսնությունը արգելվում է, մերձավոր բարեկամների մեջ ամուսնությունը արգելվում է։ 1600, այսինքն արձանագրեց փաստը, մեր մոտ դա արգելված էր, հաստատեց, որ եղել է եւ չի կարելի թույլ տալ, որ մերձավոր ազգականները ամուսնանան իրար հետ։ Այս տարի գարնանը 1600 տարի հետո Ադրբեջանում նույն օրենքը ընդունվեց։ Տարբերությունը պատկերացնում եք 1600 տարի առաջ մեր մոտ դա օրենք է եղել, արգելված է եղել մերձավոր ազգ բացի Միկոյաններից։ Ինչու եք այդ օրինակը բերում, լավ շատ հետաքրքիր օրինակ է, բայց ինչու։ Այս տարի գարնանը Ադրբեջանը այդ օրենքը ընդունեց։ Տեսեք ինչքան մենք տարբեր արժեքային համակարգում ենք ապրում։ Եվ հիմա լազերիկա ինչ-որ բաներ են գտել, հնարք են գտել ադրբեջանց, որպեսզի շարունակեն ամուսնացնել իրենց երեխաներին իրար հետ այդ ընտանիքները։ Բան են անում, որդեգրման ակտեն ընդունացում է, որ իմ քույրը չի, իմ զարմուհին չի։ Այս տարածքում տեսեք մի շաբաթ առաջ Իրանում, պարսկական պետությունում հայտարարեց, որ կինը մրցանակ չի տղամարդի համար։ Այսինքն կինը նույնպես մարդ է։ Մի շաբաթ առաջ հայտարարեցին։ Հիմա մենք դրանց հետ ինչ հարաբերությունների մեջ պետք է լինենք։ Մեր համար երբ է եղել կինը մրցանակ։ Կինը մեր բոլոր սուրբ, առաջի առաջի հեղինակությունները եղել են կին։ Դուք դա ընդգծում եք, որպեսզի ցույց տաք առաջատար տարբերություն, առաջուհետ չէ, առաջուհետը թողնում են մի կողմ։ Մենք տարբերվում ենք տարածաշրջանի ժողովուրդներից։ Հրեաներն էլ այնտեղ են տարբերվում իրենց շրջապատի պետություն։ Դրա համար մենք արտատարածքային պետությունների հետ կարող ենք համագործակցել, այսինքն պարտադիր է, որ Եվրոմիության դիտորդները լինեն մեր սահմանի վրա, պարտադիր է, որ մեր տնտեսական հարաբերությունները լինեն Եվրոպայի ու Ամերիկայի, Հարավային Կորեայի հետ, այսինքն երբ որ մեր հարևանները, որ ամուսնացնում են իրենց երեխաներին հարազատ իրար հետ, որ կնոջը համարում են պրիզ, մրցանակ, ոչ թե մարդ, այլ մենք նրանց չպետք է լսենք, նրանց արժեքային համակարգը չպետք է ընդունենք, այ բարի դրացիական հարաբերություններ, որում ես կարծում եմ, որ խիստ անհրաժեշտ է, որ մենք պահպանենք մեր գործառույթը որպես օջախ, որպես կղզի քաղաքակրթական այստեղ, մերոնք այնտեղ են, մերոնք մեր հարևաններից հետո են, մեր մերձավոր հարևանները յուրային չեն, Թուրքիան յուրային չի, որը որ 3 ժողովուրդ առնվազն, հնագա, տեսեք, ասորիներին և Պոնտոսի հույներին, տեսեք չեմ ասում է հայերին, բայց Պոնտոսի հույներին, տրոյացիներին կարելի էր ոչնչացնել ֆիզիկապես, բայց ասորիներին,
Ասորիներին կարելի էր ոչնչացնել ու մինչև հիմա չի ճանաչում իր հանցագործությունը, ներողություն չի խնդրում առնվազն։ Բա հին ես որ ասեցի մենք ենք մնացել, մենք եւ հрьяաները, բա ասորիները մնացած չլինեին, փոքր ասորեստան գոնե ավտոնոմ մարզ թուրք Օսմանյան կայսրության հանրապետությունում այսօրվա թուրքական։ Տեսեք ինչքան տարբեր ենք, բա ոնց մենք կարող ենք Թուրքիայի հետ լինել նույն արժեքները կրող, ասորիներին ոչնչացնող, Պոնտոսի հյուրերին ոչնչացնող ֆիզիկապես։ Երկրի հետ մենք ինչ հարաբերություններ, առնվազն առևտուր գնալ գալ։ Ոչ, մենք չենք կարող ընդունել դա։ Մենք չենք կարող ողջունել։ Մենք չենք կարող խրախուսել գենոցիդը։ Մերի մասին չեմ խոսում։ Թուրքիան երկու ծրագիր ունի։ Թուրքական հասարակությունը այդ ճոճանակի մեջ է, տատանվում է։ Օսմանյան իմպերիայի Թուրան այսինքն նվաճել նույնիսկ Միջին Ասիան։ Այդ Թուրանը թուրքերը այդպես են հասկացել, նվաճենք, վերադառնանք ույգուրներին, պատկերացնում եք Չինաստանին մարտահրավեր է Թուրան ծրագիրը նույնիսկ։ Ուրեմն մեկը դա է, որ իմպերիան վերականգնվի մինչև Իսպանիա։ Մյուսը, որ բավարարվել թուրքական պետության գոյությունով։ Ուրեմն եթե աշխատում է Թուրան ծրագիրը իմպերիական իմաստով, ուրեմն հայկական պետությունը այստեղ ավելորդ է, պետք չի, հայեր նրանց մոտ արդեն վաղուց է ընդունված և սուլթանի օրոք և Աթաթուրքի օրոք, մենք բոլորս թուրք ենք, մենք բոլորս օսմանցի ենք, ուրեմն ասիմիլյացիան և ոչնչացումը դա պարտադիր է, երկրորդը Թուրքիայի համար շատ կարևոր է ունենալ անվտանգության գոտի, որտեղ Թուրքիան չի կարող այդ բեռը տանել, չունի Թուրքիան այդ ներքին էներգիան իմպերիա կառուցելու, դեռևս 200 տարի առաջ դատապարտված էր այդ Վիեննական կոնգրեսին Նապոլեոնին հաղթողների, Թուրքիան նույնպես հաղթողների մեջ էր, Նապոլեոնը նպատակ ուներ վերացնել Օսմանյան կայսրությունը, մի երկու անգամ էլ ջարդել է Եգիպտոսում, այսինքն որպես հաղթող նույնիսկ չհրավիրեցին, չհամարեցին, այսինքն համարեցին մեռնող հիվանդ պետություն, որ հարկավոր է լուծարել Օսմանյան կայսրությունը։ Վիեննայի կոնգրեսում 1825 թիվներ երբ էր, ուրեմն այսինքն թուրքական պետության լուծարման խնդիրը կա, նրան հիմա պետք է անվտանգության գոտով շրջապատել այդ հարաբերությունները Հայաստանի նման պետությունը որպես սահմանակից պետություն դա նվեր է Վրաստանը որպես սահմանակից պետություն Թուրքիայի համար դա նվեր է աշխարհագրական Հայաստանն ու Վրաստանը միասին չեն կարող ոչնչացնել թուրքական պետությունը մեր ռազմական պոտենցիալը տնտեսական մարդկային ռեսուրսը բավարար չի Թուրքիայի հանրապետությունը կործանելու համար այսինքն սա ապահովության գոտի է ճիշտ նույնը ինչ որ Ռուսաստանը ուներ Ռուսական իմպերիան էլ սկզբից մտավ որպես ռեկոնկիստա վերականգնելու համար քրիստոնեական պետությունը հետո հայտարարեց անվտանգության գոտի Ֆորպոստից մենք դարձանք անվտանգության գոտի հիմա Թուրքիային այդ Թուրքիային խիստ անհրաժեշտ են փոքր հարմար զարգացած խաղաղ պետությունները այդ իմաստով Թուրքիան պետք է փայփայի Հայաստանի Հանրապետությունը զարգացող ինքնաբավ լավ պետություն պետք է փայփայի որ մնա որտեղ կգա Ռուսաստանը կգա Լենգ Թեմուրը այնքը պետք է դրա մեջ ընտրություն կատարի տեսեք մի կողմից Թուրքիան նույնիսկ Վրաստանի մասին չխոսենք որտեղ Թուրքիայի նպատակը հասկացանք երկու նայած որ ուժը կհաղթի Թուրքիայում եթե հիմա այսօրվանն է սա վտանգավոր է իրական Թուրքիան եթե հաղթի ուրեմն Թուրքիան կփայփայի շահագրգռված իսկ պատմականը նշանակում է որ մենք պետք է մեր վառոդը պետք է չոր պահենք եւ լավ զինված ուժեր ունենանք լավ դաշնակիցներ